شما که لباس نظامی بر تن Իրանի գահընկեց շահի որդի Ռեզա Փահլավին կոչ է արել ցուցարարներին ուժով զավթել իշխանությունը։ Մեր նպատակը միայն փողոց դուրս գալը չէ, մեր նպատակը քաղաքները զավթելն ու դա պահելն է, ասել է նա, կոչ անելով զանգվածային գործադուլը շարունակել։ Ըստ վերլուծաբանների Փահլավին ցանկանում է ներկայանալ ցույցերի հիմնական առաջնորդ ու ստանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը։ Իր տեսաուղերձներում շահի որդին խոստացել է վերադառնալ եւ լինել ցուցարարների կողքին։ Զանգվածային անհնազանդությունների ֆոնին Սպահանի դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման։ Մանկապարտեզներն ու նախադպրոցական հաստատությունները փակ կլինեն, հայտնել են տեղական լրատվամիջոցները։ Իրանի Քերմանշահ նահանգում բողոքի ակցիաների ժամանակ սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 8 անդամ։ Տեղական լրատվամիջոցների հրապարակած կադրերում զինված անձինք անվտանգության աշխատակիցների ուղղությամբ են կրակում։ Դուբայից, Ստամբուլից եւ մի շարք այլ քաղաքներից դեպի իրանական խոշոր քաղաքներ չվերթները չեղարկվել են։ Իրանում անկարգությունների հետևում կանգնած է Իսրայելը, ասել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Մենք պատերազմի մեջ ենք, չկա ոչ խաղաղություն, ոչ հրադադար։ Այս իրադարձությունները ուղղորդվում են դրսից, նշել է նա։ Իրանում անկարգությունների հետևանքով հրդեհ է բռնկվել Քարաջի քաղաքապետարանի շենքում։ Ինտերնետի հասանելիության սահմանափակման հետևանքով Իրանից ավելի ու ավելի քիչ տեղեկություններ են ստացվում։ Դեկտեմբերի 28-ին սկսված ցույցերին արդեն զոհ է գնացել ավելի քան 62 մարդ, այդ թվում անվտանգության աշխատակիցներ, հայտնում են պաշտոնական աղբյուրները։ Ցույցի մասնակիցները Թեհրանում այրել են մզկիթներ, պետական հաստատությունների շենքեր, բանկեր։ Զանգվածային ցույցերի ֆոնին իշխանությունները խստացրել են վերահսկողությունը մայրաքաղաքի փողոցներում։ Դեպի քաղաք բերող մայրուղիները հսկում են կալաշնիկով, ավտոմատներով զինված ուժայինները։ Անկարգությունների կազմակերպիչները կդատապարտվեն մահապատժի, ասել է Իրանի դատախազը։ Ձերբակալվածները 2200-ից ավելի են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է սպառնալ Իրանի իշխանությանը։ Նա կրկին զգուշացրել է բողոքավորների մասսայական սպանությունների դեպքում ԱՄՆ-ն հարվածներ կհասցնի Իրանին։ Միացյալ Նահանգներին միացել են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան։ Այս երկրների առաջնորդները համատեղ հայտարարությամբ կոչ են արել Իրանի կառավարությանը զերծ մնալ բռնությունից։